Գործարար Փայլակ Հայրապետյանը չի հավատում, որ օֆշորի գործով կալանավորված Աշոտ Սուքիասյանը կեղծել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ նավասար արքեպիսկոպոս Կճոյանի ստորագրությունները։ Եթե այդպես է, թող Կճոյանը Սարգսյանը գան այդտեղ կամ թե չէ այն ստորագրությունները, որ այնտեղ տրված է, թող ճշտեն։ Ստորագրություն ճշտելը շատ մեծ բան է այսօրվա համար։ Եթե շատ մեծ բան է, ես կֆինանսավորեմ այդ $200։ Սնանկացման եզրին հայտնված գործարար Փայլակ Հայրապետյանը պնդում է, եթե Հայաստանում օրենքը գործեր, ապա գոնե դատանում նրանք պետք է ցուցմունք տային։ Վարչապետներ պիտի կա, Կճոյաններ պիտի կա, եթե մի ուրիշ մարդ կա, նայել պիտի կա, եթե օրենքը գործի, եթե չգործի, ուրեմն կարող են չգալ, մինչ այսօր նրանք ոնց որ թեքած ունենան օրենքի վրա էլ մեզ վրա է։ Նա չի հասկանում նաև, որ այս դատական քաշքշուկը չավարտած ինչպես են նախկին վարչապետ, ԱՄՆ-ում նախկին դեսպան Տիգրան Սարգսյանին վստահում Եվրասիական տնտեսական միության տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնը։ Նախ պետք է այս մաքսի իրեն պաշտոն տա։ Գործով դատական նիստը սակայն շատ կարճ տևեց։ Դատախազը չէր ներկայացել դատարան։ Դատավորը դատական նիստը հետաձգեց մինչև հունվարի 21-ը։ Ի դեպ, Աշոտ Սուքիասյանին ուղեկցող ոստիկանները բժշկական դիմակներով էին։